Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իրենց իր դասերը, իր փրկության ծրագրի մասին։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի Սուրբ Հոգով ուսումնասիրենք եւ ճիշտ հասկանանք եւ Հիսուսի շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը, Քրիստոսը Փիլիպպեցիներին եւ Կողոսացիներին թղթերում։ Եվ հիշելու համարն է Փիլիպպեցիներ 3:10-11, որպեսզի ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։ Այստեղ կա մի բան, որը կասկածելի է մնում մեզ համար, փրկություն միայն հավատքով, առանց օրենքի գործերի։ Ինչ պատճառներով մենք որոշ հակված ենք ապավինել մեր գործերին։ Կարծես դրանք կարող են ինչ-որ բան ավելացնել մեր փրկությանը։ Բավական վճռական կերպով Պողոսը սուր բանավեճով անդրադառնում է այս հարցին, ընդդեմ նրանց, ովքեր պնդում են, որ թլպատությունը անհրաժեշտ է փրկության համար։ Ուրեմն այս հարցը այնքան սուր էր, արդեն որ ամբողջ ժողովը հավաքվեց այդ առաջին եկեղեցու եւ երբ որ շատ վեճեր եղան, վիճեցին այդ հարցի շուրջ, վերջի վերջո եկան համաձայնության եւ որոշեցին, որ գրելու են նամակ։ Այսինքն որոշում կատարեցին, որ թլպատություն պետք չէ, որտեղ որոշ հրյա քրիստոնյաներ, այսպես կոչված ուսուցիչներ գնում էին տարբեր եկեղեցիներ, որոնք հիմնել էր Պողոսը, եւ ասում էին, որ գիտեք, դուք պիտի թլպատվեք, որ փրկվեք։ Մենք ինչպես գիտենք, թլպատությունը 5 տակարանում էր եւ այն խորհրդանշում էր մկրտությունը։ Ուրեմն Քրիստոսի մահից հետո մենք չենք թլպատվում, մենք մկրտվում ենք։ Դա մկրտության խորհուրդն էր։ Եվ բայց այս հրեա քրիստոնյաները ուզում էին ինչ-որ պայմաններ դնել փրկության համար եւ մանավանդ Գաղաթիայում շատ վնաս տվեցին Գաղաթիայի եկեղեցում եւ Պողոսը հենց այդ մասին է գրում, որ փրկությունը կապ չունի այդ ծեսերի հետ։ Կանխելու համար այն հնարավորությունը, որ ոմանք կարող են իրենց գործերը ինչպիսին է թլպատությունը համարել փրկությանը նպաստող գործոն, Պողոսը հասկանալի ձևով բացատրում է, որ արդարությունը Քրիստոսի պարգևն է, որը ձեռք է բերվում հավատքով, այլ ոչ թե օրենքով։ Թեև թլպատությունն այսօր կարող է հիմնախնդիր չլինել, սակայն դրա հետ կապված սկզբունքն իհարկե կարևոր է, որտեղ այսօր ուրիշ ծեսեր են կատարում իբր թե փրկության համար։ Բողոքական բարենորոգչություն ինքնին սկսվեց հենց այս հարցից, հավատքի ու գործերի դերը Քրիստոսի հետևորդի փորձառության մեջ։ Ուրեմն մինչև բողոքականության ստեղծվելը միայն կաթոլիկ եկեղեցին էր եւ ունիվերսալ եկեղեցի էր եւ նրանք շատ բաներ էին հորինել, որ Աստվածաշի մեջ չկա եւ սա պիտի անեք, որ փրկվեք, այն պիտի անեք, որ փրկվեք, այս աստիճանները, չգիտեմ, ծնկներով պիտի բարձրանաք, այս թղթերից պիտի առնեք, որ ձեր հարազատները փրկվեն եւ այլն եւ այլն։ Եվ Մարտին Լյութերը առաջինն էր, որ համարձակվեց Աստծո շնորհքով դեմ գնալ եւ այդ բոլոր սխալները նշել եւ կպցրեց դռանը թե պատին եւ ուրեմն հենց դա էր պրոբլեմը, այսինքն բարենորոգչությունը հաստատեց, որ մարդը փրկվում է հավատքով, Աստծո շնորհքով, իսկ գործերը ուղղակի ապացուցում են, որ ինքը փրկված է Աստծո շնորհքով։ Ոչ թե մենք փրկվում ենք շնորհիվ այդ գործերի, մենք փրկվում ենք շնորհիվ Հիսուսի թափածարյան։ Ի վերջո, Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար, մեր հավատի զորագլուխն ու այն կատարողը։ Աստված է, որ մեր մեջում է փրկության գործը Հիսուսը,
եւ նա է, որ ավարտում է։ Եթե մեր նախապատվությունները ճիշտ տեղում են, մենք կապրենք Աստծո սիրո վստահությամբ եւ կվայելենք խոստումը նույնիսկ հիմա եւ միևնույն ժամանակ, ինչպես Պողոսն է ասում, մարմնի վրա վստահություն չունենք։ Այսինքն թլպատությունը դա մարմնավոր բան էր եւ ասում է, գիտեք, դա ուղղակի չգիտեմ ինչ բառ ասեմ, այսքան ինչ մարդը որ հрьяաները կարծում էին, որ եթե մարդը թլպատված է, եթե մարդը հրեա է, եթե մարդը, չգիտեմ, ինչ է, հուդայիզմին է հավատում, ուրեմն ինքը փրկված է, վերջ։ Բայց այդպես չի փրկությունը։ Պողոսն էլ էր այդպես մտածում, հետո մենք ուսումնասիրենք իր փորձառությունը։ Կարդանք Ֆիլիպպեցիս 3-րդ գլխի 1-3 համարները։ Այսուհետև իմ եղբայր, ուրախ եղեք Տերումը։ Միևնույն բաները ձեզ գրել ինձ համար ձանձրություն չէ, բայց ձեզ ապահովություն է։ Մայրերը ինչքան են նույն բանը ասում, խրատում իրենց երեխաներին, ստիպված են անդադ նույն բանը ասելու, որտեղ երեխան չի լսում կամ ականջ չի դնում, եւ մայրը ստիպված նորից կրկնում է, մինչեւ ի վերջո հասնում է տեղ։ Զգույշ կացեք շներից, զգույշ կացեք չար մշակներից, զգույշ կացեք կրճատությունից, այսինքն թլպատությունից, վասնզի մենք ենք թլպատությունը, որ Սուրբ Հոգով պաշտում ենք Աստծուն եւ պարծենում ենք Քրիստոս Հիսուսով եւ մարմնի վրա վստահություն չունենք, այլ Հիսուս Քրիստոսի վրա է մեր վստահությունը։ Պողոսը սկսում է շատ դրական նոտայով եւ կարծես գրեթե ավարտում է իր նամակը, բայց նա դեռևս չի ավարտել։ Նա վերադառնում է այս ուղերձի գլխավոր թեմաներից մեկին՝ ուրախանալ Տիրոջով կամ Տիրոջում։ Եվ նա դրա համար մի շարք պատճառներ կներկայացնի այստեղ։ Եվ դրանցից ամենակարևորը հետևյալն է. մենք պետք է վստահություն ունենանք Քրիստոսի, այլ ոչ թե մեզ վրա։ Ֆիլիպպեցիներ 3:3-ում ասում է. «Պարծենում ենք Հիսուս Քրիստոսով, ու մարմնի վրա վստահություն չունենք»։ Երբ որ մարդը պարծենում է ինքը իրենով, իր արածներով, իմացեք, այս մարդը քրիստոնեությունից հեռու է, բայց ով որ պարծենում է Հիսուս Քրիստոսով, այս մարդն է քրիստոնեությանը մոտիկ։ Մեզ այնց ով այս կամ այն կերպ դժվար փորձառություններով չի սորել, որ չպետք է վստահել մարմնին, այսինքն չպետք է վստահել մեր մտքերին, չպետք է վստահել մեր եսին, մեր ուզածին։ Զգուշացեք, 3 անգամ խիստ զգուշացումը Սուրբ գրքում ուրիշ ոչ միտեղ չի հանդիպում։ Ըստ երևույթին Ֆիլիպպեցիները շատ լավ գիտեին, թե ինչ սպառնալիքի է անդրադառնում Պողոսը։ 3 առանձին հիմնախնդիրների փոխարեն զգուշացում ըստ երևույթին վերաբերում է կեղծ ուսուցիչների մի խմբի, որոնք նկարագրված են 3 տարբեր ճանապարհներով։ Այսինքն նույն մարդկանց մասին էր խոսքը գնում։ Հին եւ նոր կտակարաններում շնել բառը երբեմն օգտագործվում էր չար կամ ոչ կրոնավոր մարդկանց ներկայացնելու համար։ Կեղծ ուսուցիչները նույնպես կարելի էր համապատասխանաբար նկարագրել որպես չար մշակներ, նրանց անվանելով մարմինը խեղողներ։ Ցույց է տալիս, որ նրանք ինչպես Գաղաթիայում, այնպես էլ այլ վայրերում փորձում էին հեթանոց հավատացյալներին պարտադրել թլպատությունը հակառակ առաքյալների ժողովի որոշմանը։ Այսինքն նույնիսկ որոշումից հետո այս մարդիկ գնում էին եւ ուզում էին պարտադրել, որ եթե թլպատված չեք փրկվի, այսինքն լրիվ մոլորություն էին քարոզում։ Ուշագրավ է, որ թվում է, թե հոգևոր մարտահրավերների, այդ թվում կեղծ ուսմունքների տարածման դեմ պայքարի լուծումներից մեկը Տիրոջով ուրախ լինելն է։ Գիտեք ինչի, որտեղ այն մարդը, ով անդադ ուզում է իր գործերով արդարանալ Աստծո առաջ, այս մարդը կարծես թե ստորկության մեջ է, ուրախություն չի ունենա, որտեղ անդադար իր ուժերով, ոչ թե Աստծո շնորհքով, ուզում է կարծես թե արդարանալ Հիսուսի առաջ, բայց Աստծո առաջ, բայց Աստծո առաջ մենք կարող ենք արդարանալ միայն մի ուղով, մի ձևով, Հիսուսի թափված Սուրբ արյունով, ուրիշ ոչ մի ձև։ Եվ երբ որ մենք գիտենք, որ այդ արյունը թափվել է մեզ բոլորիս համար, որ Աստված խտրականություն չի դնում մեր մեջ, Հիսուսը թափել է իր արյունը բոլորի համար, մենք արդեն ուրախ կլինենք, մենք ուղղակի կընդունենք այդ փրկությունը
եւ ուրախ կլինենք, այլ ոչ թե տանջահար կլինենք, մտածելով թե ոնց արդարանամ Աստծո առաջ, քանի հատ ձուն երկեմ, քանի հատ մոմ վառեմ, քանի հատ աստիճան բարձրանամ, ինչ ուխտագնացություններ անեմ եւ այլն եւ այլն։ Մեր փրկությունը Հիսուսի արյան մեջ է, այլ ոչ թե այդ բոլոր ծեսերի մեջ։ Մեզ ուրախություն է պատճառում այն ամեն ինչի համար մենք ուրախանում ենք։ Աստված ուզում է, որ մենք ուրախ լինենք, եւ նրա խոսքը ճշմարիտ երջանկության ու հարատև ուրախության յուրատեսակ ուղեցույց է։ Դրանք ներառում են Աստծո ողորմությունը ստանալը, մեր վստահությունը նրա վրա դնելը, փրկության օրհնությունները ստանալը, Աստծո օրենքը որպես մեր կյանքի ձև որդեգրելը, ներառյալ շաբաթը, նրա խոսքին հավատալը եւ աստվածավախ երեխաներ մեծացնելը։ Եկեք կարդանք Եսայի 58:13-14, Եսայի 58:13-14։ Եթե ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքը չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զվարճություն, այսինքն ուրախություն, եւ Տիրոջը նվիրածը պատվական եւ նրան պատվես քո ճանապարհները չկատարելով եւ քո բաղձանքը չլրացնելով եւ դատարկաբանություն չանելով, այն ժամանակ կզվարճանաս Տիրովը եւ ես քեզ վեր կհանեմ երկրի բարձր տեղերը եւ քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, որտեղ Տիրոջ բերանախոսեց։ Այսինքն, երբ մենք ճշմարիտ ուրախությունը կունենանք, երբ որ հնազանդվենք Աստծուն, երբ որ գիտեք իրոք մինչև շաբաթի հարցը իմանալը, ես ուրախություն չունեի կյանքում, որովհետև երբ որ շաբաթը հոգնատանջ շաբաթից հետո գալիս է շաբաթը, դա մեծ պարգև է Աստծուց։ Ամեն անգամ ես շատ փառավորում եմ Աստծուն եւ շատ շնորհակալություն եմ հայտնում իրան, որ ինքը այնքան իմաստուն է, որ մեզ տվել է հենց շաբաթը, մի ամբողջ օր իր հետ շփվելու համար, որ մենք կարող ենք թողնել ամեն հոգս, ամեն մտածմունք, ամեն գործ մեր հետևում, իհարկե ոչ բարության գործերը, եւ հանգստանալ իր հետ շփվելով բարության գործերի մեջ եւ այլն։ Գիտեք, իրոք շաբաթը դա շատ մեծ պատճառ է, երբ որ ճանաչում ենք ու իսկական ուրախություն, երբ որ բեռնաթափվում ենք, մեր բեռները ամբողջ հանձնում ենք Հիսուսին եւ ուրախ սրտով գնում ենք իր տաճարը եւ փառաբանում ենք իր անունը, այն օրը, որ ինքն է նշանակել դրա համար։ Քրիստոնյա նորադարձների համար սովորական փորձառությունը իրենց կյանքը բաժանել երկու մասի, մինչև Հիսուսին ընդունելը եւ դրանից հետո, ինչպես Պողոսն է անում Փիլիպպեցիներ 3-րդ գլխում։ Այնուամենայնիվ ճիշտ է դա, թե սխալ, մենք երբեմն ոչ քրիստոնյաների մասին խոսում ենք որպես լավ մարդիկ, եւ առնվազն աշխարհի չափանիշներով շատերն իսկապես այդպիսին են։ Ի հակադրություն դրա Աստծո չափանիշների համեմատ ոչ ոք լավը չէ, նույնիսկ քրիստոնյաները։ Աստվածաշունչը արդար չկա, մեկն էլ չկա։ Կարդանք Ֆիլիպպեցիս 3-րդ գլխի 4-ից 6 համարները։ Թեև ես վստահություն ունիմ մարմնի կողմանել, եթե մի ուրիշը կարծի, որ մարմնով վստահ լինի, ավելի եւս ես։ 8 օրվա թլպատված, Իսրայելի ազգիցը, Բենյամինի ցեղիցը, եվրայցիներից, օրենքի կողմանե փարիսեցի, ջերմեռանդության կողմանե հալածողի եկեղեցուն, օրենքի արդարության մտիկ տալով անարատ էի։ Այսինքն ես կարծում էի, թե ես անարատ եմ, ես կարծում էի, թե օրենքը պահում եմ, այսինքն լրիվ
հրեական մտածելակերպ։ Եթե ես թլպատված եմ, եթե ես հրեա եմ, եթե ես հուդայիզմ եմ դավանում, ուրեմն ես փրկված եմ վերջ։ Բայց տեսեք Պողոսը ինչ է գրում։ Այստեղ նա թվարկում է բաներ, որ մի ժամանակ դրանցով հպարտանում էր։ Մարդիկ էլ երբ որ դարձի են գալի, կարծես թե հիշելով իրանց անցած բաները հպարտանում են դրանով եւ կարծում են թե դա ինչ որ պլյուս է փրկության գործում, ինչ որ գումարած է։ Պողոս անուղղակիորեն հակադրում է կեղծ վարդապետություն տարածող հավատացյալ հրեաներին եւ չթլպատված հավատացյալներին, ովքեր իրենց փրկության համար լիովին ապավինում են Քրիստոսին եւ չեն վստահում մարդկային գործերին, ինչպիսին է թլպատությունը եւ իհարկե այլ գործերը, ծեսերը։ Թեև Պողոսի նախկին կյանքն ու տոհմածառը բավական ազդեցիկ կլինեին նրա հրեա հայրենակիցների համար, դրանցից ոչ մեկը չի նպաստել նրա փրկությանը, իրականում դրանք խանգարել են, քանի որ որոշ ժամանակ կուրացրել են նրա կարիքը Քրիստոսի հանդեպ։ Այսինքն մարդ երբ որ բաներ է ունենում հպարտանալու, հպարտ է լինում, դա կուրացնում է նրան հոգևորապես։ Իսկ ինչ անել, հպարտանալ ոչ թե մեր ձեռք բերածով, այլ Հիսուսով, որը օգնում է մեզ ձեռք բերել, հաղթել, ունենալ, այսինքն հոգևոր առումով։ Եվ ինչ որ անում ենք, դա փառքը պատկանում է Հիսուսին, որտեղ ինքն է ամբողջ բարի աղբյուրը։ Պողոսը ոչ միայն թլպատված էր, այլև 8-րդ օրվա էր, ինչը նշանակում է, որ նա ծննդով լինելով իսրայելացի եւ պատկանելով ուխտի ժողովրդին թլպատվել էր 8-րդ օրը։ Ավելին նա Բենյամինի ցեղից էր, որի տարածքը ներառում էր Իսրայելի ամենակարևոր քաղաքներից մի քանիսը։ Այսօր է շատերը վարտանում են, թե մենք Ամերիկայում ենք ծնվել, ամերիկացի ենք, կամ ազգությամբ հրեա ենք, դա ոչ մի առավելություն չի տալի մարդուն։ Փրկության հարցում։ Գուցե որոշ ցիվիլ հարցերում այո, բայց ոչ փրկության հարցում։ Չնայած օրենքով բոլորը հավասար են, թե Ամերիկայում ծնվածները, թե ոչ, օրենքով համաձայն սահմանադրության։ Ովքեր իհարկե օրինական են եկել Ամերիկա։ Այսինքն այդ բոլորը մենք չպետք է հպարտանանք ոչ մի նման բաներով։ Դրանք բոլորը տրիվիալ բաներ են։ Ուրեմն, ավելին, նա Բենյամինի ցեղից էր, որի տարածքը ներառում էր Իսրայելի ամենակարևոր քաղաքներից մի քանիսը։ Պողոսը ոչ միայն եբրայերեն գիտեր, այլև որպես երեց Գամաղիելի աշակերտ էր, Գամաղիելը հայտնի ուսուցիչներ այն ժամանակվա եւ փարիսեցի նախոր գիտելիքներ ուներ օրենքի եւ այն մասին, թե ինչպես պետք է կիրառվի այն գոնե ավանդույթի համաձայն։ Բայց արդյոք Պողոսին փրկում էր այդ գիտելիքները։ Մենք գիտելիքներով չենք փրկվում։ Պողոսն այնքան նախանձախնդիր էր օրենքի հանդեպ, որ հալածում էր եկեղեցին, իսկ քրիստոնյաներին, այն ընկալելով որպես հրեական ապրելակերպին սպառնացող վտանգ, որը նրա կարծիքով սահմանված էր օրենքով։ Հետաքրքիր է, որ թեև Պողոսը անարատ էր մարդկային ինքնահնար արդարության առումով, մարդկային ինքնահանար, մարդիկ են օրինել, էսի ունենաս կփրկվես, էնի ունենաս, էնի անես կփրկվես, այդ լրիվ մարդկանց օրինվածն է։ Նա գիտակցեց, որ իրականում օրենքը շատ ավելի խորն է ու պահանջկոտ, քան կարող էր պատկերացնել, եւ որ առանց Քրիստոսի ինքը դատապարտված է օրենքի առաջ։ Օրենքը իմանալը մեզ չի փրկում։ Օրենքը միայն ցույց է տալի մեր մեղքը, մեր սխալները, բայց փրկում է Քրիստոսի թափած Սուրբ Արյունը, փրկում է Քրիստոսի շնորհքը, որի օգնությամբ մենք կարողանում ենք ի սրտե, ասում եք, ձեր սրտի մեջ եմ դնում օրենքը, եւ երբ որ մեր սրտի մեջ է դնում, արդեն մենք բնական ձևով ենք այդ կատարում, եւ ոչ թե հպարտանում ենք, որ մենք օրենքը կատարում ենք, ոչ, մենք հպարտանում ենք Հիսուսով, ինքն է
մեր հավատքի, մեր փրկության զորագլուխը եւ կատարողը։ Ինչպես ցույց տվեց երեկվա, ուրեմն ինչպես տեսանք, այն բաները, որոնք նախկինում Պողոսին հպարտություն էին պատճառում, իրականում խոչընդոտներ էին հավատքի համար։ Երբ որ մենք ինչ-որ բանով հպարտանում ենք մեզանով, դա խոչընդոտ է մեր հավատքի համար։ Քանի որ կուրացնում էին նրան, խանգարելով տեսնել Քրիստոսի կարիքը։ Մինչև այն աստիճան, որ երբ որ վերջապես ինքը հանդիպեց Հիսուսին, ինքը լիովին կուրացավ ֆիզիկապես։ Մինչև դա նա կույր էր հոգևորապես, եւ Հիսուսին երբ որ հանդիպեց, այդ փառքից կուրացավ ֆիզիկապես, եւ երբ որ հետո Բարնաբասը եկավ եւ իր ձեռքը դրեց, նա վերականգնվեց նրա տեսողությունը, բայց կարծես թե միևնույն է վնաս, որտեղ ինքը լավ չէր տեսնում։ Եվ շատ աստվածաբաններ կարծում են, որ երբ որ ինքը Աստծուն խնդրում է, որ Աստված ինչ որ մի բան կար, որ իրեն տանջում էր, որ Աստված դա վերցնի, եւ Աստված ասեց, չէ, իմ շնորհքը քեզ բավարար է, կարծում են, որ հենց դա է տեսողության մասն էր։ Բայց չնայած իր աչքերը վնասվեցին, իր տեսողությունը վնասվեց, բայց իր հոգևոր տեսողությունը վերադարձավ։ Նա փրկության ճանապարհին կանեց։ Հիշում եք Սամսոնի օրինակը։ Սամսոնը կնամոլ էր։ Աստված իրեն կյանք էր տվել։ Հատուկ ձեր ծնողներից ծնվել էին, ովքեր երեխաներ չունեին, եւ ինքը պետք է ազատագրեր, ազատագրիչ լիներ։ Աստծո ներկայացուցիչը լիներ, դատավոր լիներ։ Բայց եկեք եւ տեսեք, որ ինքը կնամոլ էր, եւ այդ կնամոլությունը իրեն խանգարում էր իր գործը անելու։ Ինքը կիսատ պռատ էր իր գործը անում, ինչու, որտեվ մեկ սրա վրա էր սիրարում, մեկ դրա վրա վերջապես մի հատ հեթանոց կնոջ վրա սիրարվեց, Դալիլա անունով, եւ այդ կինը նրա կործանման աղբյուրը հանդիսացավ, որտեղ իրան փող տվեցին եւ ասեցին իմացի իր գաղտնիքը ուժի, եւ վերջի վերջո այնքան զզվցրեց, իմացավ եւ նրան եկան բռնեցին, գիտեք առաջին ինչ արեցին, իր աչքերը հանեցին, նա կուրացավ, եւ երբ որ կուրացավ, նրա հոգեոր տեսողությունը վերադարձավ, երբ որ նա դադարեց տեսնել սիրուն կանանց եւ ուզել նրանց, նա փրկվեց, նա ապաշխարեց եւ կյանեց փրկության ուղու վրա, այսինքն Աստված օգտագործեց այդ բանը, որպես իրեն դարձի բերի, քանի դրամա շատ ուշադիր լինենք, եւ Հիսուսը ասում է, որ ավելի լավ է, եթե քո ձեռքը քեզ գայթակղում է, ավելի լավ է առանց ձեռքի մտնես հավիտենականություն, քան թե ձեռքի հետ գնաս հավիտենական կործանում կամ առանց ոտի եւ այլն։ Իհարկե նրանք ովքեր փրկվելու են, նրանց մեջ ոչ մի հաշմանդամ մարդ չի լինելու, բայց սա ձևավոր ներկայացում է, որ այն ինչ որ խանգարում է ձեզ, ազատվեք դրանից, որը խանգարում է ձեր փրկությանը։ Սամսոնին խանգարում էր իր տեսողությունը, եւ երբ որ ինքը կուրացավ, նոր ինքը մի սպասեք, որ կուրանաք։ Ուշադիր եղեք ձեր աչքերին, թե ինչերի են իրանք հետևում։ Ամանանդ այսօր հեռախոսը վերցնում են եւ առանց տարբերություն դնելու ինչ կա չկա նայում են։ Էլ չեն ասում էսի վնասում է ինձ հոգեպես, չի վնասում, իմ ուղեղին վնասում է, չի վնասում, իրար հետևից նայում են, այսինքն իրանց տեսողությունը իրենց համար շատ վատ ձևով են օգտագործում իրանց տեսողությունը, շատ զգուշ լինեն, պետք է շատ զգուշ լինենք, որ վերջի վերջո Սամսոնի օրը չընկնենք։ Ուրեմն Աստված երբ որ թույլ է տալի մեր կյանքում դժվարություններ, թույլ է տալի ինչի համար, դրանք գործիքներ են մեզ դարձի բերելու, մեզ փրկելու։ Պողոսն օգտագործում է առևտրի, շահի ու կորստի լեզուն նկարագրելու համար իր հոգևոր գրանցամատյանը հավատքից առաջ։
Թեև մենք սովորաբար այդպես չենք մտածում, յուրաքանչյուր մարդ ունի իր հոգևոր հաշվեկշիռը կամ հաշվապահությունը։ Նախկինում Պողոսի հաշվեկշիռը չափվում էր այդ ժամանակվա հրեական արժեքներով, այլ ոչ թե Հիսուսի կողմից սովորեցրած աստվածաշնչյան չափանիշներով։ Սակայն դարձի գալուց հետո, այսինքն ինչպես էր ինքը ապրում, աչոկներ հավաքելով Աստծո առաջ, փոինտներ հավաքելով Աստծո առաջ։ Աստծո առաջ փոինտները հավաքել է Հիսուս Քրիստոսը։ Պետք չի Աստծո առաջ փոինտներ հավաքել։ Պետք է միայն ընդունել Հիսուս Քրիստոսի արածը մեր համար, ընդունել հավատքով եւ թույլ տալ Հիսուսին իր օրենքը գրել մեր սրտի մեջ, թույլ տալ Հիսուսին մեզ փրկագնել եւ մաքրագործել, որպեսզի մենք պատրաստ լինենք երկնային արքայություն ընդունելու մտնելու համար։ Սակայն դարձի գալուց հետո նրա հոգևոր հաշվեկշիռը, հոգևոր արժեքները միանգամայն տարբեր տեսք ընդունեց, որտեղ այսքան հեղափոխություն եղավ իր հոգևոր արժեքների մեջ, որտեղ արժեքների սանդղակը կտրուկ փոխվեց հրեական արժույթից դառնալով երկնային արժույթ։ Տեսեք ինչ գեղեցիկ է գրում Ellen White-ը The Advent Review and Sabbath Herald, հուլիս 1 1895։ Նա, ով իջել է երկնքից, այսքան Հիսուսը, կարող է խոսել երկնքի մասին եւ ճիշտ ներկայացնել այն բաները, որոնք ձևավորում են երկնքի արժույթը, որոնց, այսքան արժույթը գիտեք ինչ է, վալյուտա, որոնց վրա նա դրել է իր պատկերն ու արձանագրությունը։ Այսօր մարդիկ գլխապատար դոլարի հետևից են ընկած։ Փոխարենը այս արժույթի հետևից ընկնեն, որի վրա Հիսուսի պատկերն ու արձանագրությունն է։ Ինչպես մենք կարող ենք այս արժույթը ստանալ։ Հիսուսի թափած սուր հարիմով եւ Աստվածաշունչը ասում է հավաքեք ձեր գանձերը երկնքում։ Երբ որ մենք մեր գանձերը հավաքում ենք երկնքում, ինչպես օգնելով կարիքավորներին եւ բարություն անելով, ոչ թե մենք դրանց շնորհիվ ենք փրկվում, ոչ, դրանք ուղղակի ապացույց են, որ մենք փրկված ենք։ Մեր այսպես ասենք թե դոլարը օգնություն է ուղարկում ուրիշին, ով որ կարիքի մեջ է, եւ այդ դոլարը փոխվում է, դառնում է երկնային վալյուտա Հիսուսի պատկերով։ Այսինքն սա իհարկե ասում եմ ոչ ուղիղ, այլ պատկերավոր ձևով։ Մենք ուզում ենք, գիտեք, կրիպտովալյուտաներ, գիտեք, մարդիկ այսօր այդ արցանց փող է դա, կարծես թե, եւ մարդիկ դրա մեջ են ներդնում։ Բայց եթե մենք ուզում ենք երկնային արքայություն մտնել, մենք պետք է ներդնենք երկնային բանկի մեջ։ Մենք պետք է Հիսուսի վալյուտայի մեջ ներդնենք, արժույթի մեջ։ Նա գիտի այն վտանգը, որի մեջ գտնվում են նրանք, որոնց նա եկել է բարձրացնելու նվաստացումից ու տեղ տալու իր գահի կողքին։ Այն մարդը, որ մեղքի մեջ խրված է, կապ չունի ինչ մեղ, ստախոսություն է, սպանություն է, շնություն է, կամ ծնողներին չհարգել է, կամ էլ ինչ կար օրենքի մեջ, կամ նախանձն է եւ այլն, կապ չունի։ Այդ մարդը նվաստացած է արդեն դրանով։ Ուրեմն ինքը եկել է, որ մեզ բարձրացնի այդ նվաստացումից, մեղքի նվաստացումից, տեղ տալու իր գահի կողքին։ Նա ցույց է տալիս այն վտանգը, որի մեջ գտնվում էին իրենց ուշադրությունը կենտրոնացնելով անօգուտ ու վտանգավոր առարկաների վրա, անօգուտ ու վտանգավոր առարկաների վրա, այսինքն այն առարկաները, որոնք խլում են մեզանից մեր երկնային փրկությունը։ Նա ձգտում է միտքը երկրայինից հեռացնել դեպի երկնայինը, որպեսզի ժամանակ, տաղանդ, հնարավորություն չվատնենք այն բաների վրա, որոնք միանգամայն ունայն են։ Եվ Պողոս ասում է, ես ամեն ինչ զիբիլ համարեցի, միայն թե, այսինքն թե իր թլպատությունը, թե իր հրեա լինելը, թե ինչ որ ինքը կարծես թե վաստակել էր,
ասում ես այդ ամեն ինչը 0 համարեցի, որ համեմատած նրա հետ, այսքան փրկության հետ, որ ես Հիսուսով ստանում եմ։ Առաջին դարի հուդայականության աշխարհին Պողոսն արագորեն բարձրացող աստղ էր, մինչև որ Դամասկոսի ճանապարհին փառավորված Հիսուսի տեսելքից կուրացավ, նրա հոգևոր տեսողությունը շտկվեց եւ սկսեց հստակ տեսնել հոգևորապես։ Հիշենք Մովսեսին, նա էլ կարծես թե բարձրացող աստղ էր Եգիպտոսում, չէ՞, պիտի դառնար փարավոն, բայց ինչ արեց Մովսեսը։ Հրաժարվեց այդ ամեն ունայնությունից, ինքը հասկանում էր, որ այդ բոլոր ունայնությունը եւ դիպվածի պատճառով ուղակի հեռացավ այդ ամեն ինչ եւ 40 տարի Աստված քերում էր այդ վրայից այդ ամեն եգիպտական բաները, որ կպել էր իրեն, չնայած ինքը հավատք ուներ, բայց երբ որ ինքը ապրում էր այնտեղ, իհարկե ամեն ինչը այդ հպարտությունը եւ այլն իր մեջից հանեց Աստված այդ 40 տարվա ընթացքում։ Հովհաննեսի նպատում է մեկ այլ մարդու մասին, որ կույր էր, բայց հետո հստակ տեսավ Հիսուսին։ Հիսուսն ասաց, որ ինքն աշխարհ եկավ, որպեսզի ովքեր չեն տեսնում տեսնեն, իսկ ովքեր տեսնում են կուրանան, որ կարծում են, թե տեսնում են։ Իբր թե Ինչը կարող է ավելի արժեքավոր լինել, քան հավիտենական կյանքը երկնքում եւ նոր երկրի վրա, եւ այնուամենայնիվ աշխարհիկ արժեքները շատերին են կուրացնում, որպեսզի չտեսնեն այս իրականությունը։ Գոյություն ունի ներհատուկ մրցակցություն այս աշխարհի կողմից արժևորվող բաների եւ այն բաների միջև, որոնք արժևորվում են երկնքում Քրիստոսին նման լինելը եւ փրկված հոգիները, փրկված մարդիկ։ Պետք չէ բաց թողնել Պողոսի հիմնական միտքը։ Դամասկոսի ճանապարհին նա փոփոխության հրաշալի փորձառություն ապրեց իր հին օրենքի վրա հիմնված կյանքը փոխարինելով Քրիստոսի ներկայության հետ, որպեսզի Քրիստոսին շահեմ եւ նրա մեջ գտնվեմ, Ֆիլիպպեցիների 3:9։ Բավական հետաքրքիր արտահայտություն է նրա մեջ գտնվեմ, այսինքն Քրիստոսի, գիտեք, մենք էլ մինչև դարձի գալը, գիտեք, մարդիկ ում հարցնես, ես այնքան լավ մարդ եմ, ինչ եմ արել, որ ես կարիք չունեմ։ Ես մենակ լավություն եմ անում մարդկանց։ Ում հարցնես նույնն ասում։ 1000-ից մեկը որ իր սխալները տենա։ Բայց երբ որ Հիսուսն է դիպչում մեր աչքերին, երբ որ մենք տեսնում ենք Հիսուսի փառքը, այդ ժամանակ նոր մեր հոգևոր աչքերը բացվում են եւ մենք տեսնում ենք, թե մենք որքան հեռու ենք լավ բարի մարդ լինելուց։ Եվ ասում է, որ ինչը որ պատահեց Պողոսի հետ։ Եվ այս որ նա ասում է նրա մեջ գտնվեմ, այսքան Քրիստոսի մեջ։ Կարդանք Եփեսացիներ 1:4-ը։ Ասում է, ինչպես որ ընտրեց մեզ նորանով աշխարհի ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Տեսեք, նա գրում է հեթանոս քրիստոնյա, այսինքն հեթազնությունից դարձի եկած քրիստոնյանին, բայց ինչ օգտագործում ասում ընտրեց մեզ։ Ինքը նկատի չունի միայն իրենց շրջանակը, Հիսուսը, երբ որ մեռավ, ինքը մեռավ բոլորի համար։ Հովհաննես 3:16 ասում է, որ ամեն հավատացող նրան փրկվի։ Բոլորի համար ինքը իր արյունը թափեց, բայց մարդն է որոշում, ընդունում է այն թե ոչ։ Եվ Պողոսը իրան չի առանձնացնում, ասում է, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Այսինքն, Աստված ուզում է, որ մենք բոլորս սուրբ եւ անարատ լինենք։ Ինքը հատուկ ընտրյալներ չունի, ինքը ընտրել է բոլորին, բայց մարդուց է կախված ընդունում է իր հրավերը թե ոչ։ Կարդանք նաև 2 Կորինթացիս 5:21-ը։ Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, այսինքն Հիսուսին, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում, այսինքն մենք փրկվում ենք միայն Հիսուսի զոհով,
զոհաբերությամբ։ Կարդանք նաև Կողոսացիներ 2:9 որովհետև նրանում բնակված է աստվածության ամեն լիությունը մարմնավորապես, այսքան Հիսուսում։ Եվ Գաղաթացիներ 2:20 Եվ կենդանի եմ ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենդանի ինձանում, եւ ինչ որ հիմա կենդանի եմ առնով Աստծո որդու հավատքովն եմ կենդանի, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց։ Ասում է արդեն հիմ Պողոսը չկա, արդեն Հիսուսն է իմ մեջ ապրում։ Պողոսի կողմից Քրիստոսի մեջ գտնվելու վերաբերյալ վկայակոչումը լայնորեն քննարկվել է։ Զարմանալի չէ, որ դրա լավագույն բացատրությունը գալիս է թերևս հենց Պողոսից, Եփեսացիներ 1:10, որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա։ Հենց սա է սկզբից եղել Աստծո նպատակը։ Պողոսը հստակեցնում է, թե ինչպես է դա տեղի ունենում։ Առաջին Կորինթացից 1:30 եւ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Քրիստոսի մեջ գտնվելը ներառնում է փրկության ծրագրի բոլոր բաղկացուցիչները, սկսած մեր հոգևոր բանականության, իմաստության զարթոնքից, հավատքով արդարացումից, արդարություն ենք ստանում Հիսուսից, երկնքի համար պատրաստվելուց, սրբագործում ենք, որպեսզի երկնքի մեջ մտնենք, եւ վերջապես Հիսուսի երկրորդ գալուստի ժամանակ փառավորվելուց փրկագնում, երբ որ մեղավոր մարմնից փրկվում ենք եւ սուրբ մարմին ենք հագնում։ Փրկությունը Քրիստոսի գործն է սկզբից մինչև ավարտ մեզ համար եւ մեր մեջ։ Ամբողջ փառքը պատկանում է Հիսուսին։ Այսպիսով ձեռք բերելով Քրիստոսին մենք ունենում ենք այն ամենը, ինչի կարիք ունենք։ Կարդանք Ֆիլիպպեցիներ 3:9, 3-րդ գլխի 9 համարը։ Ուրեմն նրանք, որ հավատքից են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Ինչպես Պողոսը հասկացավ, սեփական արդարություն ունենալը իրական արդարություն չի, քանի որ օրենքը չի կարող կյանք տալ։ Դա կարող է անել միայն Քրիստոսը հավատքի միջոցով եւ ոչ թե պարզապես ցանկացած հավատքը։ Ի վերջո դևերն են հավատում ու դողում, ասում է Հակոբոս 2:19։ Միայն հավատալ, որ երկնքում Աստված է նստած, դա մեզ չի փրկում։ Միակ փրկող հավատքը Քրիստոսի հավատքն է։ Միայն նրա հավատքն է լիովին հնազանդվել եւ կարող է հնազանդվել։ Հունարեն pistis բառը, որը նշանակում է հավատ, ունի նաեւ հավատարմություն նշանակությունը։ Հավատարմություն բառը գալիս է հավատք բառից։ Այսինքն, եթե մենք հավատարիմ չենք, մեր հավատքը սուտ է։ Հետևաբար, եթե մենք Քրիստոսի մեջ ենք եւ նա ապրում է մեր մեջ, մենք ապրում ենք նրա հավատքով, նրա հանդեպ մեր հավատքի միջոցով։ Եվ կարդանք Ֆիլիպպեցիներ 3-րդ գլխի 10-16 համարները, որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են, վասնզի գրված է, թե անիծյալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրենքի գրքի մեջի բոլոր գրվածներումը, որը ամենն անե։ Եվ թե օրենքով ոչով չէ, կներեք սա Գաղաթացիներ, սա թրպատությանն էր վերաբերվում։ Ամբողջ Գաղաթացիս գիրքը թրպատության մասին է։ Ֆիլիպպեցիներ 3:10-16 Ուրեմն, որ ճանաչեմ նրան, այսինքն Հիսուսին, եւ նրա հարության զորությունը, եւ նրա չարչարանքի մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով, որպեսզի մեռելներից հարությանը հասնեմ։ Ոչ իբր արդեն բռնած լինեմ, այսինքն դեռ չեմ բռնել ես այդ պսակը հաղթության, կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ։ Սա ասում է Պողոսը, որը ամբողջ Եվրոպան ավետարանեց, ամբողջ Եվրոպայում եկեղեցիներ ստեղծեց բազմաթիվ։ Ասում է, ես չեմ համարում ինձ հասած, բայց հետևում եմ, որ ից հետ է հասնեմ նրան, ինչպես որ էլ հենց Քրիստոս Հիսուսիցը բռնված եմ, եղբարք։ Ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով, դեպի առաջի լինողներն եմ նկրտում։
Հետևում եմ դեպի նպատակը Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը, արդ որոնքս կատարյալ ենք այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով մտածեք, այն էլ Աստված կհայտնի ձեզ։ Վնաս մեկատարությունը այն է, որ դու հետևինը մոռանում ես եւ ձգտում ես դեպի առաջ։ Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով վարվինք։ Տեսեք, ինքը չի առանձնացնում իրան։ Ինքը ասում է հասանք։ Այսինքն, ասում է ոնց որ դուք ունեցել ես ոչինչ բանով ձեզանից առավել չեմ, նույն ձևով ձգտում եմ դեպի փրկություն, այսքան պայմանը բոլորի համար նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Իսկ ես աչոկներ չեմ հավաքել Աստծո առաջ, այդ իմ որ ես ամբողջ Եվրոպան ավետարանել եմ, լիքը եկեղեցիներ եմ ստեղծել, այդ գործերի պատճառով չի, որ ես փրկվում եմ, այլ որովհետև ես Հիսուսով եմ փրկված, որտեղ ես ձգտում եմ մոռանալով հետևինը, ձգտում եմ դեպի առաջ։ Ճանաչել նրա հարության զորությունը անկասկած է, որ չկա Քրիստոսին ճանաչելուց ավելի կարևոր բան, ինչը վերջում երաշխավորում է, որ նա կճանաչի եւ խոստովանի մեզ հոր առաջ։ Մատթեոսի մեջ Հիսուսը ինչ է ասում։ Ասում է, ով որ դավանի ինձ, ես էլ իրան կդավանեմ Աստծո առաջ, ով որ ամաչի իմ անունից, ես էլ իր անունից կամաչեմ իմ հոր առաջ։ Ինչպես ենք ճանաչում նրան։ Նրա գրավոր խոսքի միջոցով, կարդալով եւ ապրելով դրանով։ Ինչպես հայտնության մեջ ասում է, Երանին դրանով որ կարդում է եւ կատարում է, ոչ թե միայն կարդում է եւ անցնում է։ Գիտելիքը մեզ չի փրկում, այլ կատարումն է փրկում։ Հիսուսի շնորհքով կատարումը, որտեղ դա ապացուցում է, որ Հիսուսի այսքան օրենքը գրվել է մեր սրտում եւ մենք բնականորեն հետևում ենք Հիսուսի շնորհքով այդ օրենքին։ Բայց ուշագրավ չնայած իր ունեցած գիտելիքները նրանք այնուամենայնիվ չէին հասկանում, ուրեմն մենք չենք կարող նրան ճանաչել դեմ առ դեմ ինչպես առաքյալների դեպքում էր։ Բայց ուշագրավ է, որ չնայած իրենց ունեցած գիտելիքներին նրանք այնուամենայնիվ չէին հասկանում նրա խոսքերը, ինչը ընդգծում է Սուրբ Հոգու մեզ առաջնորդելու կարիքը։ Այսինքն աշակերտները իր հետ քայլեցին 3.5 տարի, բայց չէին հասկանում նրանք, ինչը որ Սուրբ Հոգին ստացան եւ հասկացան, որտեղ իրենք էլ իրանց մտքում են էր ինչ որ սովորացրել էին սինագոգում, որ փրկությունը գործերով է եւ այլն, որ Մեսիան գալու է եւ ազատի կեղեքիչներից, այսքան հռոմեացիներից։ Դրա համար ինչ որ Հիսուսը ասում է, իրանք ընկալում էին այդ անկյունի ներքո, բայց հետո իրենք հասկացան։ Իրենց ունեցած գիտելիքները նրանք այնուամենայնիվ չէին հասկանում նրա խոսքերը, ինչն ընդգծում է Սուրբ Հոգուն մեզ առաջնորդելու կարիք, ինչքան շատ ենք ճանաչում նրան, այնքան ավելի ենք մոտենում նրան, քան որ զգում ենք նրա հարության զորությունը, որը մեզ բարձրացնում է դեպի նոր կյանքով փորձառությանը։ Մտերմանալու երրորդ ուղին, որով մենք մոտենում ենք, այս կերպ մեզ ճնշելն է, հետևում եմ նպատակակետին։ Ինչ է այդ նպատակը։ Այն թարգմանվում է մի բառով, որը նոր կտակարանում օգտագործվում է միայն այստեղ։ Այն վերաբերում է մրցավազքի եզրափակիչ գծին եւ հաղթողին շնորհվող մրցանակին։ Պողոսը դա անվանում է Հիսուս Քրիստոսով դեպի վերերքին Աստծո կողմից կոչվելու մրցանակ։ Եվ ինչպես Քրիստոսն իր մահվան ու հարության միջոցով բարձրացավ դեպի երկինք, Աստված մեզ հրավիրում է ստանալ այդ նույն երկնային պարգևը հավերժական կյանքը։ Իհարկե մենք դեռևս չենք հասել դրան, մենք լիովին կատարյալ չենք լինի այնքան ժամանակ, մինչև մեր խոնարհ մարմինը չվերափոխվի իր փառավոր մարմնի նմանությամբ, բայց ճանաչելով նրան եւ ամեն օր մեր կյանք հրավիրելով նրա ներկայությունը, մենք ձգտում ենք դեպի նպատակ ամեն հնարավոր միջոցով հիմա նմանվելով Հիսուսին։ Սա է նաեւ այն մի բանը, որի վրա կենտրոնացել էր Պողոսը, ճիշտ այնպես ինչպես մրցավազքում վազելիս մենք ուշադրություն չենք դարձնում, թե որտեղ ենք եղել կամ ով է մեզ հետևում։ Երբ որ այդ մարզիկները վազում են, անցած անգամ էլ համեմատես չէ մարզիկների հետ, այսինքն մարզիկներից մեկն էր ստանում այդ մրցանակը, իսկ քրիստոնեական վազքը այդպես չէ, բոլորը որ վազում են կարող են ստանալ,
կապ չունի թե ով որտեղ է գտնվում։ Կարող է որ ինքը առաջ է նայում եւ վազում է։ Մարզիկը չի նայում տենա այն հետևինը որտեղ է, այս կողքինը ինչ է անում, թե ինչքան դիստանցիա արդեն անցել, չէ։ Իր հայացքը ուղղված է մենակ այդ ֆինիշին, այդ եզրափակիչ գծին, որին ինքը ձգտում է։ Եվ նույնը վերաբերում է հոգևոր կյանքին։ Մենք պետք է նայենք Հիսուսին, մենք չպետք է նայենք էսի ինչ արեց, էնի ինչ արեց, էսի որտեղ, այնց ինձ ավելի հոգևոր է, հոգևոր չի։ Դա մեր գործը չի, դա իրանց գործն է Աստծո հետ։ Մեր գործը նայելն է Հիսուսին։ Մեր գործը ուրիշների մեղքերը դատելը չէ։ Մեր գործը մեր մեղքերը դատելն է։ Մեր փրկագնումն է, այսինքն մեր մաքրումն է, ինչպես սրբագործումը։ Դա ամեն մեկի գործն է։ Այո, մենք պետք է օգնենք մարդկանց հասկանալու սխալը, բայց ոչ թե դատենք։ Մենք պետք է առաջինը հասկացնենք, ձեր աչքից հանեք մի հատ ձեր գերանը, հետո նոր կիմանաք, թե ոնց ուրիշին օգնեք, որ իր այդ փոճուրիկ բանը հանի։ Եվ այսինքն դա ինչ է ասում, որ մեր մեղքը մեր աչքի մեզ գերան պիտի թվա, ուրիշինը չոփ, այլ ոչ թե ուրիշինը գերան մերը չոփ։ Եվ ուրեմն իմաստուն լինենք եւ Հիսուսին նայելով վազենք մեր քրիստոնեական մրցավազքը։ Սա է այն մի բանը, որի վրա կենտրոնացել էր Պողոսը, ճիշտ այնպես ինչպես մրցավազքում վազելիս մենք ուշադրություն չենք դարձնում, թե որտեղ են եղել կամ ով է մեզ հետևում, մեր միակ կենտրոնացում արժևում եղող բաներն են, այն երկնային մրցանակը, որը սպասում է մեզ։ Պատկերն այստեղ ակնառու է, վազորդն ամբողջովին կենտրոնացած է նպատակի վրա, նա լարում է յուրաքանչյուր մկան եւ մղում է առաջ հասնելու վերջնագծին։ Եվ վերջում կարդանք Գործ Կարաքելոց գրքից Էլեն Ուայթի. նա ով ցանկանում է կերտել ամուր ու համաչափ բնավորություն, նա ով ցանկանում է լինել հիանալիորեն հավասարակշռված քրիստոնյա, պետք է ամեն ինչ տա եւ ամեն ինչ անի հանուն Քրիստոսի, քան որ փրկիչը չի ընդունում երերուն եւ երկատված ծառայություն։ Ամեն օր նա պետք է սովորի անձնազոհության նվիրաբերման իմաստը։ Հիսուսը ինքը ասեց, չեք կարող ծառայել եւ մամոնային եւ Աստծուն, չեք կարող։ Նա պետք է ուսումնասիրի Աստծո խոսքը, սովորի դրա իմաստն ու հնազանդվի նրա պատվիրաններին։ Այսպիսով նա կարող է հասնել քրիստոնեական գերազանցության չափանիշին, օրորի Աստված աշխատում է նրա հետ, կատարելագործելով բնավորությունը, որպեսզի կարողանա դիմակայել վերջին փորձության ժամանակ։ Դա Աստծո գործն է, Աստծով պիտի հպարտանանք, երբ որ մենք կատարելագործվում ենք։ Եվ օրորի հավատացյալը մարդկանց հրեշտակների առջև իրականացնում է մի վեր փորձառություն ցույց տալով, թե ինչ կարող է անել ավետարան ընկած մարդկության համար։ Եվ նաև կարդանք Էլեն Ուայթ Քրիստոսի առակները, նրանք ովքեր սպասում են Փեսայի գալուստին, այսինքն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին, պետք է մարդկանց ասեն. ահա ձեր Աստվածը։ Ոչ թե պարապ-սարապ սպասեն, ուղղակի նստեն ու սպասեն, ոչ, մարդկանց ցույց տան, ծանոթացնեն Աստծուն, Հիսուսին, հավիտենական կյանքին։ Ողորմության լույսի վերջին ճառագայթները աշխարհին տրվող ողորմածության վերջին լուրը նրա սիրո բնավորության հայտնությունն է։ Աստծո զավակները պետք է հռչակեն նրա փառքը։ Իրենց սեփական կյանքով ու բնավորությամբ նրանք պետք է հայտնեն, թե ինչ արել Աստծո շնորհն իրենց համար։ Արդարության արագյակի լույսը պետք է փայլի բարի գործերով, ճշմարտության խոսքերով եւ սրբության գործերով։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք հենց այսպիսի աշակերտ լինենք, որ մենք Պողոսի նման հինը մոռանալով գնանք առաջ, որ մենք չհպարտանանք մեր հին ձեռքբերումներով եւ այլն, այլ լինենք նոր մարդ, որի սրտում կլինի Աստծո օրենքը, եւ մենք մեր գործերով, խոսքերով թող Աստված օրհնի մեզ, որպեսզի մենք մեր գործերով, խոսքերով թե եկող շաբաթվա բոլորին, թե միշտ հարավորենք Աստծո անուն, այլ ոչ թե խայտառակենք, այս աշխարհին տեղեկացնենք, թե ով է ճշմարտապես Աստված, թող Աստված մեզ օրհնի դրանում Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։